Ինչպես եղբայրը հիշեց, ես էլ նույնպես ասեմ Քրիստոս արյավի մերելոց։ Քրիստոս երրորդ օրը հարություն արավ Փառք Տիրոջը։ Մեր մեղքերի համար մեռավ եւ մեզ արդարացնելու համար հարություն արավ։ Դերը կենթանի է Ավիդյանը Սավիդենից։ Ուրեմն Զադիկ ենք ասում, չէ, Զադիկ։ Այսօր ինչ է, Զադիկ է։ Զադիկը ինչ է։ Զադիկը զուտ հայկական բառ է, չէ։ Զատվել։ Զադիկը նշանակում է զատվել, առանձնանալ։ Ինչպես որ հրեաները Եգիպտոսից առանձնացան, Աստված դուրս անեց, որովհետեւ անաբադի մեջ կան եւ Աստված ճաշտեն։ Մենք տոնեցինք Զադիկը։ Մենք զատված ժողովուրդ ենք։ Եվ Աստված ասում է. զատվեցեք, ելեք, բիրցվանի մի դպչեք, ու ես ձեզի պիտի ընդունեմ, ես ձեզի հայր պիտի լինեմ, ու դուք ինձի դղակներ ու աղջիկներ պիտի լինեք։ Ուրեմն Զադիկը հասկացանք, անհասկանալի բան չկա, զատվեցեք, ելեք։ Մի այդպիսի բան էլ հայտնության գրքի մեջ կա, որտեղ ասում է, որ ով իմ ժողովուրդս Բաբելոնից փախեք, դուրս եկեք։ Բաբելոնն էլ դե գիտեք, World Council of Churches, համաշխարհային եկեղեցիների միությունն է, որտեղ որ Քրիստոս չի կարող լինել։ Եվ դա հոգևոր Բաբելոնն է, փախեք, որովհետեւ նրա հարվածներին բաժին չառնեք։ Հետո ասում են, որ Happy Easter են ասում, չէ, Happy Easter։ Easter-ը ինչ է, կարող եք բացատրել ինձ։ Easter։ Easter-ը Գաբոնի Հիսուսի արույթյան հետ։ Ես սուրբ գրքերը, տարբեր գրքեր նայեցի, Easter բառը չգտա այնտեղ, բայց ասում են Happy Easter։ Passover է գրված։ Ուրեմն ինչ է Easter-ը, կաթոլիկների հնարած մի բանն է։ Easter-ը Իշտարն է, Իշտար, Ստարն է։ Նախաքրիստոնեական շրջանին կաթոլիկները, երբ որ քրիստոնեություն ընդունեցին, դրանից առաջ նրանք աստվածներ ունեին շատ, Իշտարն էին պաշտում, երկինքի թագուհին։ Իշտարը Իստրն է, Ստարն է։ Օսիրիս, Իսիս, երկինքի թագուհին այդ էին պաշտում, եւ ինչ արին իրենք այդ Փասավորի փոխարեն ուզեցին, որ Իշտարը մոռացվի եւ Քրիստոսի Զադիկը հիշվի, բայց Իշտարը չմոռացվեց մինչեւ հիմա։ Նույն ձևով էլ հայերը Բյարեն ընթարաչը, որ դերոջը ընթանալ, ընդեմ գնալ է նշանակում, դերոջը դեսնել է նշանակում, բռնեցին ին հետանոսական սովորությունը, որ գրագաբաշտ էին, որպեսզի մոռացվի գրագաբաշտությունը եւ դերեն ընթարաչը մնա ինքը եւ այնպես էլ հետանոսականը չմոռացվեց, դերնդեզ են ասում, դերնդեզ, արունն էլ ճիշտ չեն գարում իշել, դերնդեզ, դերը դես է, դերը դեսնել, ընթարաչ կնալ, դա մոռացվեց, դերնդեսի իմաստը չգիտեն, բայց կրակ են վարում եւ վրայից թռնում են, հետանոսականը մնաց, նույն էլ Իշտարը մնաց։ Եվ Իշտարը հրեաները պաշտում էին որպես Աստարովտ, երկինքի թագուհի, Աստարովտ։ Նախաքրիստոնեական շրջանին Հայաստանում
աստղիկն էին բաշտում, աստղիկ, աստր, այդ էին բաշտում։ Բայց մենք գիտենք, որ Զադիկը Քրիստոսի հարությանն է վերաբերվում, Քրիստոս մերելներից հարություն արավ։ Ուրեմն Զադիկը հին ուխտից է գալիս, այդտեղից է սկսում և միանում է նոր ուխտին։ Ստեղծագործության դարը գիրքը գա, մենք ունենք չէ, այնտեղ Զադիկի մասին գա, ես այդտեղից առնելով եմ խոսելու, որոշ բաներ ավելի բարձրաբանելով։ 5 դագարանի ժամանակ Աստծո զորությունը ելիցն էր, Եգիպտոսից դուրս գելան, ելից։ Բայց նախքան Աստված Իսրայելը զորությամբ ազատագրելը, նրանք պետք է որ փրկվեին արյունով։ Առանց արյունի փրկություն չկա, առանց արյունի քավություն չկա, առանց արյունի Աստծո հետ հաշտություն չկա, Աստծո հետ բարեկամություն չկա, ամեն բան արյունով է սրբվում։ Ղևտացիների գրքի 17-րդ գլխի 11 համարի մեջ այսպես է գրված. Վասնզի մարմնի գենթանությունը արյունի մեջ է, և ես ձեզ դվի զայն, որպեսզի սեղանի վրա ձեր հոգիների համար քավություն անեք, քանզի հոգիի համար քավություն անողը արյունն է։ Քավությունը ինչ է։ Քավեր է, ծածկել։ Երբ որ ուխտի դաբանակը պիտի սարքեր, ասեց վրան քավություն սարքի, տակը գրված է գափարիչ, քավր։ Արյունը քավր է, մեր մեղքերին ծածկում է քավերը։ Արյունը ձեզ դվի ձեր հոգիների համար քավություն անեք, մարմնի կենդանությունը արյունի մեջն է։ Երբ որ ասում ենք Հիսուս իր արյունը դվեց, թափեց, իր կյանքը դվեց։ Կյանքը արյունի մեջն է։ Հիսուս իր կյանքը դվեց, իր արյունը թափվեց, որովհետեւ մեզի մեր մեղքերին քավություն լինի։ Նա որ մեղք չէր գիտեր, մեզ համար մեղավոր սեպվեց։ Մենք մեռնելու էինք, ինքը մեր փոխարեն մեռավ։ Նա որ մեղք չէր գիտեր, մեզի համար մեղավոր սեպվեց, Աստված նրա մեղավոր դարձրեց մեզ համար, որովհետեւ մենք նրա միջոցով արդարներ լինենք Աստծո։ Ուրեմն արյունը շատ կարևոր մի բան է։ Մենք առավոտ երեկոյան իրգունը, երբ որ աղոթում ենք, հիշենք Հիսուս Քրիստոսի արյունը։ Ուստի համարձակություն ունենալով սուրբ տեղը մտնել Հիսուսի արյունովը, այն նոր ու կենդանի ջամփով, որ մեզի բացավ վարակույրի մեջ են, որը իր մարմինը, երբ Հիսուսի մարմինը խաչվեց, դաջարի վարակույրը գիսվեց, նա որ փագում էր, այն կողմը Աստված կար, Աստված և մարդը հաշտվեց, վարակույրի միջով համարձակություն ունենալու մտնալ սուրբ տեղը Հիսուսի արյան միջոցով, ամեն օր հիշենք Հիսուսի արյունը։ Հին ուխտի ժամանակ առավոտվան զոհը և երեկոյան զոհը գառնուկներ զոհվում և գրագի վրա այրվում էր, ողջագեզ, այդ գրագը միշտ վար էր մնում։ Ուրեմն հոգիով աղոթեք։ Հովհաննես Մկրտիչը այսպես ասեց, երբ որ տեսավ Հիսուս իրեն է գալիս և ասավ. ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Աստծո գառը Հիսուս Քրիստոսը աշխարհի մեղքը կվերցնե։
Հայտնության 5-րդ գլուխ 6 համարի մեջ հետևյալն ենք կարդում 5-րդ գլուխ 6 համարը Միլար ահա Դավիթի ցեղեն եղող արյուծը Դավիթի արմատը հաղթեց այն գիրքը բանալու եւ նրա գնիկները քանդելու Եվ տեսա, որ աթորի ու 4 կենտաններու մեջտեղ, երեթներու մեջտեղ գայնած գառնուկ մգար։ Երկնային սրբարանն էր սա, Աստված գահի վրա նստած, ձերքը գիրքը, մեկը չէր կարող այդ գիրքը բանալ։ Եվ այդ մորթված գառնուկը եկավ եւ աթորի վրա նստողի ձերքից գիրքը վերցրեց։ Եվ գառնուկին արջև ինգան բոլոր երեցները վերջի համարի մեջ գրված է ու երկրբակություն արին նրան վասնզի մորթվեցար ու ձախու արիր աստուծոքու արյունովդ ամեն ցեղից ու լեզուից եւ ժողովրդից Հիսուս իր արյունովը ձախու արավ մեզ մենք ստրուկներ էինք մեղքին սատանային Եվ Հիսուս իր արյունը վճարեց, իր կյանքը վճարեց, մեզ ձախու արավ, մենք իր արյամբ գնված, փրկված իր որդիներն ենք, մեզ արյամբ ձախու արավ, մենք իրեն ենք պատկանում։ Դուք կնով ձախու առնվեցաք, ուրիշին ծառա մի եղեք, մենք Քրիստոսի եղբայրներն ենք, ծառաներն ենք, ազատացյալներն ենք։ Եսայի մարգարոյության 59-րդ գլուխը, 53-րդ գլուխը ամբողջությամբ եթե գարտանք, Քրիստոսի խաչելությունն է, մորթված գառնուկը։ Աստված մատնեց նրա մահվան, որպեսզի մենք նրա մահով փրկվենք։ Ձեզելով ցավերու մատնեց։ Ահա Աստծո գառը։ Ինչպես Զադիկի գառը, ուրեմն արյունը Զադիկը գեղեցիկ օրինակ է փրկության ծրագրին Քրիստոսի միջոցով, Քրիստոս մեր Զադիկը մեզ համար զոհվեցավ, ինչպես Զադիկի գառան արյունը փրկեց Իսրայելը, նույնպես Աստծո գառան արյունը կփրկի մեզ մեղքի դատաբարդությունից Առաջին Պետրոս առաջին գլխի մեջ գրած է Գիտնալով որ դուք ոչ թե աբագանացու արձատով կամ ոսկիով փրկվեցաք ձեր հայրերեն ավանդված ունայն ջամփաներեն ապա Քրիստոսի բացվական արյունովը որպես թե ամբից եւ անարատ գարիմը Իսրայելի որդիները բնակվում էին Գեսեմի երկրում, որը մաս էր կազմում Եգիպտոսին։ Նրանք ընկան Եգիպտոսի դատաստանի տակ, որովհետև Եգիպտոսի բոլոր անդրանիկները պիտի մեռնեին։ Եգիպտոսը ներկայացնում է ներկա աշխարհը դատաբարդված է, ներկա աշխարհի անդրանիկները մահվան ենթակա են։ Այն որ Աստծո որդին կհավատա, չի դատաբարդվիր, եւ նրանք որ չեն հավատար, արդեն դատաբարդված են։ Աշխարհի դատաբարդության տակ են, Աստված պիտի դատաբարդի այս աշխարհը։ Եգիպտոսի բոլոր անդրանիկները պիտի մեռնեին։ Աշխարհի անդրանիկները Ադամի սերունդն են։ Մենք բոլորս Ադամի սերունդ ենք, Ադամի անդրանիկներն ենք։ Բայց Աստված մի երկրորդ անդրանիկ հանեց, Հիսուս Քրիստոսը, ով որ նրան հավատա, կփրկվի անդրանիկների դատաբարդությունից։ Իսրայելի որդիներին պատվիրվեց ընտրել իրենց համար մի գառ, որը պիտի լիներ անարատ, 1 տարեկան, եւ մորթելով պիտի վերցնեին նրա արյունը ու քստեին դրան երկու կողմերը
եւ վերևի մասը, որտեղ իրենք բնակվում էին։ Ուրեմն Իսրայելը զորությամբ փրկվելուց առաջ արյունով պետք է փրկվեր։ 1 տարեկան գարը պետք է որ ընտրեին, պետք է որ մորթեին նրան արյունը իրենց բնակած բնակարանների դրանը երկու կողմերը եւ վերևը պիտի քսեին։ Երբ Տերը տեսներ արյունը, նրանց վրայից պիտի անցներ։ Այս է որ ասում ենք Passover, պիտի անցներ։ Երբ Տերը տեսներ, Սադակի չրեշտակը պիտի անցներ գիշերը, անդրանիկները հարվածելու համար։ Եվ գրեթե ամեն ընտանիքի մեջ անդրանիկներ կային, հայրը, կամ մայրը, կամ երեխաները։ Ու երբ տեսներ արյունը դրան վրա քսված, պիտի անցներ նրանց վրայից։ Դան մեջ եղողները արյունը չէին տեսնի։ Արյունը Աստծո տեսողության համար էր։ Ինչպես մենք հիմա Հիսուսի արյան հավատք ունենք եւ Աստված տեսնում է մեզ։ Դան մեջ եղողները չէին տեսնում։ Այդ օրը նրանց վրայից արյունը տեսնեմ, պիտի անցնեմ։ Ուրեմն արյունը պասպորտն էր, անձնագիրն էր, թոքնն էր, որով պիտի Աստված նրանց վրայից պիտի անցներ եւ իրենց Իսրայելի անդրանիկները պիտի չմեռնեին։ Զադիկը լինելու էր Իսրայելի համար դարվա ամիսների սկիզբը, Աբիբ։ Մերը եթե հունվարն է, նրանցը Աբիբն է։ Մարդ չի կարող ապրել, եթե Քրիստոսի արյունով փրկված չէ։ Մինչ ինքը հոգևորապես մեռած է մեղքի տակ։ Բոլոր մարդիկ հոգևորապես մեռած են ինքը մեղքի տակ իրենք։ Եվ միայն Հիսուս Քրիստոսով կարող են կենդանանալ։ Եկավ այն բահը, երբ որ վերջի ընթրիքը պիտի կատարվեր իր խաչելությունից առաջ, եւ Հիսուս մի սրբիչ արավ, կոնքի մեջ ջուր լցրեց եւ սկսեց աշակերտների ոտքերը լվալ։ Եվ երբ հերթ ասավ Պետրոսի, Պետրոսը թույլ չտվեց, ասեց. «Չէ, ինչ եք ասում, իմ ոտքերս դու պիտի չլվաս»։ Եվ Հիսուսը ասավ. «Ես ինչ որ անում եմ հիմա, դու չես հասկանում, եւ վերջը պիտի հասկանաս։ Ես ձեզի խոնարհության օրինակ եմ տալիս, ինչպես ես եմ անում, դուք էլ իրարու ոտքերը լվացեք, այսինքն մեծ փոքր չկա, հավասար եք դուք, իրարու ծառայություն արեք»։ Պետրոսը ասավ. «Եթե ես չլվամ, դու ինձ հետ բաժին չունես»։ Հիսուսի խոսքը ոչ թե ջերով լվալու մասին էր, նրա հոգևոր լվացվելու մասին էր։ Հիսուս իր արյունով պետք է լվար նրանց, որպեսզի նրանք փրկվեին, մաքրվեին իրենց մեղքերիցը։ Զադիկը որպես փրկություն, դա բացարձակ Աստծո ծրագիրն է, որևէ մեկը մասնակցություն չունի, բացի այն միայն, ինչ որ Աստված պատվիրում է։ Դա ամբողջովին շնորհք է։ Փրկությունը Աստծո կողմանի շնորհք է, շնորհքը Քրիստոս ինքն է։ Դուք ոչ թե գործերով փրկվեցիք, ապա շնորհքով, հավատքի միջոցով։ Մենք շնորհքով ենք փրկված, ոչ թե գործերեն, ոչ թե մի բան արինք, որ փրկվեցինք, ապա Հիսուս Քրիստոսին շնորհքին հավատալով։ Շնորհք բառը բնագորի մեջ խարիզմա, հունարեն խարիզմա է։ Դա նվեր է, gift, Աստծո կողմանը նվեր է փրկությունը։ Հիսուս ամբողջ աշխարհի մարդկության հավատացյալներին նվեր է Աստծո կողմը, որովհետեւ նրա միջոցով փրկվեն։ Հիսուս աշխարհի սկզբից որոշված էր,
մարդու փրկիչը լինելու։ Գարտամ ձեզ մի օրինակ Պետրոս Արաքյալի առաջին գլխի 20 համարը գիտնալով որ դուք ոչ թե աբագանացու արզատով կամ ոսկիով փրկվեցիք ձեր հայրերից ավանդված ունայն ջամփաներեն, ապա Քրիստոսի բատվական արյունովը, որպես թե ամբից ու անարատ գարիմը, որ առաջվան է ջանցված էր աշխարհի սկիզբեն առաջ, ու վերջին ադենները հայտնվեցավ մեզի համար։ Ուրեմն աշխարհի սկզբից առաջ Հիսուս արդեն որոշված էր մարդկության փրկությունը պիտի լինի։ Նա պիտի մերներ մարդկանց փոխարեն եւ ովքեր որ հավատային նրանց փրկիչը պիտի լիներ ինքը։ Ուրեմն աշխարհի սկզբից արդեն որոշված էր։ Երբ որ Ադամը եւ Եվան մեղանչեցին, Աստված կաշի է հանդերձներ հագցրեց նրանց։ Այդ կաշին որտեղից արավ, անասուն մորթեց, արյուն թափվեց նրանց համար, նրանց կաշիով հանդերձ շինվեց։ Մենք մեր վրա Հիսուսի հավատքով արդարությունը ունենք հագած։ Եվ Գարտամ Հայտության 13-րդ գլխից, որտեղ որ Կազանի մասին է գրված, նույն գլխի մեջը։ Տեսնենք այնտեղ ինչ է գրված։ Եվ անոր երկրբակություն պիտի ենեն Ատիկրայզին։ Երկրի վրա բոլոր բնակողները, որոնց անունները աշխարհի սկիզբենի վեր մորթված գառնուկի գենած գրքի մեջ գրված չեն։ Մորթված գառնուկի գենած գիրքը աշխարհի սկզբից արդեն գրված էր ձեր անունները, եթե հավատում եք նրան։ Զադիկը երկու բաժին ունի, զոհը եւ դոնը։ Զոհը գառնուկը լինելու էր զոհը, ամբից, անարատ, մաքուր, ինչպես Հիսուս էր։ Նա դարվեց որպես գառնուկ մորթվելու։ Այդ գառնուկը լինելու էր արու, 1 տարեկան անմեղադրելի։ Արատ ունեցող գարը ընդունելի չէր զոհի համար։ Հիսուս ամբից էր։ Նա բացարձակ անմեղ էր։ Նա գադարյալ էր որպես Բեթլեհեմի մանուկ, որպես Պադանի Նազարեթում, որդի մարդու Հորդանանում, հորը ձայնը երկնքից եկած, դա է իմ սիրելի որդիս, որին հավանել եմ, նրան մտիկ արեք։ Հրյաները ասեցին Հիսուսին, ինչ գործ գործենք, որ փրկվենք։ Եվ ասեց, նրան ղրգածին հավատացեք։ Ամենակարևոր գործը Աստծո ղրգածին, որին հավանել է ինքը, նրան հավատալն է։ Բիղադոսը ասեց Հիսուսի համար, ես հանցանքը չեմ գտներ նրա վրա։ Իսկ մատնի Յուդան ասեց, մեղավոր անմեղ արյուն մատնեցի։ Ուրեմն Քրիստոս անարատ գառնուկն էր Աստծո կողմից ընտրված, աշխարհի սկիզբեն առաջ։ Իսրայելացիք ոչ թե գարադանը մեջ պետք է բահեին եւ սիրեին, կամ դուրսը դրան առաջ կաբեին, որ հարվածող հրեշտակը դեսներ, այլ այն պետք է որ մորթվեր։ Գառնուկը պետք է որ մորթվեր։ Մենք չենք փրկվում Հիսուսի կյանքով, այդ նրա մահովը։ Եթե Հիսուս խաչի վրա չմեռներ, երկնքի սրբարանը պիտի չբացվեր, արյունը չէր սրսկվելու սրբարանի մեջ, գերեզմանը չէր բացվելու, միջնորդ քահանայապետ չէր լինելու, նրա վերքերով մենք պիտի չբժշկվեինք, բայց ոչ նրա կյանքի օրինակով։ Մեր մեղքերը իր մարմինով խաչի վրա գրեց։
մեր մեղքերը իր մարմնովը խաչի վրա գրեց, այն որ անգարելի էր օրենքին, որտեղ մարդը դգար էր, Աստված իր որդին խրգեց մեղանչական մարմինի նմանությամբ ու մեղքի համար ու մեղքը դադարեցրեց իր մարմնի վրա խաչի վրա մեր փոխարեն, մենք պիտի մեռնեինք, ինքը մեռավ մեր փոխարեն։ Վայ նրան, եթե մեկը Հիսուսին չընդունի, Աստծո դադարության դագ է, Աստված մաշող գրագ է։ Նա մեր մեղքերը ուրիշտեղ չգրեց, նա չգրեց մուստրի վրա, կամ հորդանանու մեջ, էլ անաբադում, կամ Գեթսեմանի բարձում, այլ խաչի վրա։ Կարևոր է նաև նշել, որ Զադիկի զոհի համար քահանա հարգավոր չէ։ Զադիկի զոհի համար քահանա հարգավոր չէ, հոգևոր պաշտոնյա հարգավոր չէ։ Իսրայելի փրկության մեջ քահանան գործ չուներ, այն կատարվելու էր դան մեծը, և մորթելով գարը արյունը սրսկելու էր դրան վերևը և երկու կողմերը, արյունը արձանությունն էր, երբ արյունը տեսնեմ ձեր վրա եմ պիտի անցնիմ, ուրեմն այս պարագային մարդկային որևէ միջամտություն չկա, մեր փրկության մեջ մարդկային միջամտություն չկա, ոչ մարդկանց կողմից, ոչ որևէ հոգևորականի կողմից։ Ուրեմն այս պարագային մարդկային որևէ միջամտություն չկա, ոչ մարդկային արժեք, ոչ բարի գործեր, ոչ բարոյականություն, բայց այրունն է, որ քավություն է անում մարդու հոգիի համար։ Իսրայելի որդիները փրկվել էին ոչ թե մասնագի, այլ ամբողջությամբ։ Դան մեջ եղող անդրանիկը չպետք է ստրուկեր դրան վրա, եղող արյունը, պետք է հավատար։ Արյունը Աստծո տեսողության համար էր, մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսի արյանը և Աստված տեսնում է այն։ Մարդիկ չեն տեսնում, մենք չենք տեսնում, Աստված տեսնում է ում վրա արյուն կա, արյան հավատքը կա։ Աստված նաև բացվիրեց, որ արյունը քսելուց հետո դան մեջը մնալ։ Իսրայելի որդիներից որևէ անդրանիկ ապահով չէր այդ գիշերը, մինչև Սադակի չրեշտակին անցնելը, եթե դան մեջ չլիներ։ Նույնիսկ արյունը դրան վրա քսված լիներ, նրանք տան մեջ պետք է որ մնային։ Այդ գիշերը անդրանիկները հարվածողը պիտի հանձներ։ Նրանք տան մեջ պետք է լինեին, որպեսզի հարվածը իրենց վրա չգար։ Ներկա խավար է, գիշեր է, անավատները Աստծո բարգության դագ են։ Մենք պետք է որ Քրիստոսի մեջը լինենք։ Քրիստոս ասեց իմ մեջս կեցեք։ Հովանու 15-րդ գլուխ 4 համարը իմ մեջս կեցեք ու ես ձեր մեջ։ Ինչպես ջուղը չի գրնար ինքեր մե բդուղ բերել, եթե որդի վրա հաստատված չլա, նույնպես դուք չեք կարող, եթե իմ վրաս հաստատված չլաք։ Եթե դուք իմ մեջս կենաք, և իմ խոսքերս ալ ձեր մեջ, ինչ որ ուզեք պիտի խնդրեք ու պիտի լինի ձեզի։ Իմ մեջս կեցեք, Քրիստոսի մեջ մնալ կարևոր է, նրա խոսքի մեջ մնալ կարևոր է։ Իմ մեջս կեցեք ու իմ խոսքերս ձեր մեջ։ Եթե նրա խոսքը մեր մեջ մնա, ինքը մեր մեջն է ու մենք փոխադարձաբար իր մեջն ենք։ Մենք իր մեջ պետք է մնանք, որպեսզի Աստծո բարգությունը մեր վրա չգա։ Կողոսացից առաջի գլխի մեջ գրված է, եթե գենակ հավատքի մեջ, հիմնված հաստատ և առանց խախտելու ավետարանի հույսեն, եթե գենանք հաստատ Հիսուսի մեջ, մենք կփրկվենք։
Ուստի իմ սիրելի եղբայրներս, անոր մեջ կեցեք, որբեսի երբ ինքը գա նրանից չամանչենք ու համարձակություն ունենանք։ Անգասկած շատերը թեթև են վերցնում Զադիգի մեթոդով փրկությունը, բայց ոչ մեկը չէր դիզաղում առավոտյան Եգիպտոսում։ Մարդիկ կարող են ձաղրել Ավետարանի փրկության ծրագրին եւ արհամարեն արյունը, բայց նրանք չեն դիզաղելու Դատաստանի օրը։ Ինչպես Եգիպտոսի առավոտ այն գիշերը Սադագիչը հարվածեց անրանիկները մերան, առավոտյան ամեն դամ մեջ լացուգոց ողբ կար։ Եթե մենք այսօր արյանը արհամարենք, չհավատանք, չփրկվենք, Դատաստանի օրը պիտի ողբանք Հավիդյանը Սավիդենից։ Այստեղ որ Աբելը եւ Գայենը իրարու հետ վիճեցին եւ Գայենը ելավ իր եղբորը սպանեց։ Ինչու? Որտեղ իր եղբոր գործերը արդար էին, ինքը զոհարեց, նրա զոհի մեջը հավատքի խոստովանություն կար, որ իր մեղավոր մեղքերի համար զոհում է գարը, անասունը, բայց չի ենթարկվեց Գայենը։ Այսօր մարդիկ Գայենի ճանապարհով գնացող շատ հավատացյալներ կան, որոնք Քրիստոսի արյունը բանի դեղ չեն դնում։ Գառնուղը չէր ուտվելու ջրով եփված, այլ գրագի վրա խորոված։ Հարգավոր էր խորովելու համար շամփուր գործածել եւ մեկ հատ շամփուր գողքից ուսերի միջով անշարժ մնալու համար, որը խորհրդանշում է խաչը։ Հիսուսի մարմինը ենթակա էր խաչի վրա Աստծո արդարության դատաստանին գրգին հաղթելու մեղքի համար։ Եվ այժմ մենք ուտում ենք իր մարմինը հավատքով, երբ կատարում ենք Տերոջը ընթրիքը եւ սովորում ենք նրա խոսքերը։ Ես կարդամ մի հատված Հովաննու ավետարանից եւ 6-րդ գլուխը։ Տեսեք ինչ է ասում Հիսուս։ Ճշմարիտ եմ ասում, եթե որդվող մարդու մարմինը չուտեք եւ անոր արյունը չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա։ Ով որի մարմինս ուտե եւ իմ արյունս խմե, հավիտենական կյանք կունենա, ու ես անոր հարություն առնել պիտի դամ վերջին օրը։ Վասնզի իմ արյունս ճշմարիտ կերագուր է եւ իմ արյունս ճշմարիտ ըմբելիք։ Այն որ իմ մարմինս կուտե եւ իմ արյունս կխմե, անիգա իմ ներսիդից կբնակի ու ես անոր ներսիդին։ Ինչպես կենթանի հայրը զիս խրգեց ու ես կենթանի եմ հորը ձեռքով, այսպես ալ այն որ զիս կուտե ինքն ալ իմ ձեռքովս կենթանի կմնա։ Այս է այն հայցը որ երկինքեն իջած է։ Դժբախտությունն այսօր այն է, որ աշխարհը չի սնվում խաչյալ գառնուկով, այլ կենդանի գառնուկով։ Նրանք փորձում են հետևել Քրիստոսին որպես իրենց օրինակը եւ ոչ թե որպես փրկիչ։ Նրանք ապրում են խաչից այն կողմ եւ ոչ թե այս կողմ։ Ինչ որ մենք անելու ենք այն է, որ մենք չպետք է գնանք հետ ապրող Քրիստոսին, այլ նայել աբակայում առաջ խաչված, հարություն արած եւ փառավորված Քրիստոսին։ Մարդիկ Քրիստոսին ընդունում են որպես իրենց կյանքի օրինակ, նմանվել նրան։ Այդ չէ փրկությունը։ Մենք Քրիստոսի կյանքով չենք փրկվում, ապա նրա խաչով ենք փրկվում, նրա մահովը։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 6-ից 17 համարների մեջ հետևյալն է գրված. Վասնզի Քրիստոսի սերը մեզ ստիպում է, քանզի մեր դատումը այս է, որ եթե մեկը ամենի համար մեռավ, ուրեմն ամենն ալ մեռան, եւ ամենի համար մեռավ,
որովհետեւ գենթանի եղողները իրենց անձերին գենթանի չլինեն, հապա նրան, որ իրենց համար մերավոհարություն արավ։ Ուստի սրանից հետո մենք մարմնով մեկը չենք գիտեր, ու թեև Քրիստոսը մարմնով ջանցանք, բայց հիմա ալ այնպես չենք ճանչնար։ Մենք Քրիստոսին նախքան խաչելությունը դեսանք այն Քրիստոսը, որ Բաղեստինի փոշոտ ճամփաների մեջ գնաց, եկավ, հալածեցին, ամեն ինչ արին, խաչեցին։ Մենք այդ առաջվան Քրիստոսին չէ որ ճանաչում ենք, մենք ճանաչում ենք այն Քրիստոսին, որ մերավ մեզ համար եւ հարություն արավ եւ փառքով համբարձավ Աստծո մեծության աջ կողմը նստած է, որ փառքով զորքով պիտի գա մեզ դանելու համար։ Մենք այդ Քրիստոսին ենք հավատում։ Նա է մեր փրկիչը եւ մեր կյանքի օրինակը։ Ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր ստեղծված մնե, հիները անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Զադիկվա գարը ուտվելու էր անխմոր հացով։ Թթխմորը լիվն նշան է չարի եւ մեղքի։ Ուրեմն այն չի կարող մասնակցել այնպիսի դոնախմբության, ինչպիսին է զադիկը։ Եվ Պողոս առաքյալը գրում է. «Մեկտի արեք հին խմորը, որ լինեք նոր զանգված»։ Թթխմորը մեղքի չարության օրինակ է։ Քրիստոս մեր զադիկը զոհվեց որպես անխմոր։ Նրանք նույնպես ուտելու էին զադիկվա գարը լեղի խոդերով, խորհրդանշելով իրենց նախկին գերության դառնությունները։ Դարձյալ մինչև առավոտ ոչինչ չպետք է թողնեին, բայց ավելցածը գրագով այրեին։ Մենք ունենք գեղեցիկ պատկեր։ Աստվածային դատաստանի սարսափելի փոթորիկը ավլում է ամեն բան։ Եգիպտոսում գեսկիշերին սպանում է յուրաքանչյուր դան անդրանիկը, որի վրա արյուն չկա։ Իսրայելի որդիները խաղաղությամբ եւ ուրախությամբ տոնում էին եւ ուտում խորոված կառնուկը։ Նրանք տոնում էին իրենց գոդիները մեջքերին, կոշիկները ոտքերին, գավազանները իրենց ձեռքին։ Նրանք պետք է ուտեին որպես մի ժողովուրդ, որոնք պատրաստվում են դուրս գալ Եգիպտոսից, որտեղ կար մահ, խավար եւ դատաստան։ Եվ Հիսուս ասեց. դուք պատրաստ եղեք, ոչ օրը գիտեք, ոչ ժամը։ Մենք միշտ պետք է որ պատրաստ լինենք, ինչպես նրանք գոդիները մեջքը, կոշիկները իրենց ոտքը, պատրաստ վիճակի մեջ։ Նրանց մեջքը գոդևորած կոշիկները, ոտքները, գավազանները, ձեռքերը ցույց էր տալիս, որ իրենք բանդուղտ ժողովուրդ են եւ պատրաստ քայլելու Աստծո հետ, նույնիսկ եթե բանդղտությունը իրենց տանի կարմիր ծովը անցնելու եւ անաբադը թափարելու Աստծո հետ։ Նրանք գիտեին, որ թեև իրենց ճանապարհը դժվար էր լինելու, բայց նրանց վախճանը լինելու էր փրկված, առանձնացած ժողովուրդ Քանանի համար, որտեղ բխում է գաթ եւ մեղր։ Իսրայելի որդիների ճամփորդությունը Եգիպտոսից Քանան կոչվում է 5 դագարանի բանդուկների առաջտիմություն։ Եվ սա պատկերում է, խորհրդանիշ է նոր դագարանի քրիստոնեական բանդղտության։ Մենք մնայուն քաղաք չունենք, հանդերձյալն ենք փնտրում։ Մենք որպես թե պիտի ելնենք, Միացյալ Նահանգներ պիտի գայինք, ինչեր էինք անում, չէ։ Գարդես թե հազիվ էինք պարգում, ամեն ինչ հեչարինք և գարդես թե ոտքի վրա արդեն պիտի ճամփա դուրս գանք։ Մենք այդպես պետք է ապրենք, որպես թե Քրիստոս այսօր պիտի գա, իր պիտի գա, առավոտ պիտի գա, ամեն օր այդպես պետք է որ ապրենք մենք։ Մենք բանդուկներ ենք թափառական, եւ հոսոդար,
Մեր հայրենիքը երկինքն է, մենք մնայուն քաղաք չունենք, ինչպես Աբրահամը թափառական էր ապրում վրանների տակ, ինքը փնտրում էր քաղաքիմը, հիմերով հաստատված, որի ջարդարաբեդը Աստված էր, մենք այդ ջարդարաբեդի գառուցած քաղաքն ենք կնալու, դերը պիտի գա մեզ պիտի դանի, ամեն ինչը գախում նրանից, թե մենք ինչպես ենք հավատում Հիսուսի արյանը, այս կանը